Ես կորոշեմ ինչ եմ խոսում, ինչ չեմ խոսում։ Հայտնի աղմկահարույց դեպքերից հետո պատգամավորական մանդատը վայր դրած Վիլեն Գաբրելյանին կփոխարինի քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արտյոմ Մեհրաբյանը։ Երդվում եմ բարեխիղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային եւ համամարտկային արժեքների պահպանման համար։ Խորհրդարանը մերժեց օրակարգ ներառել ԱԺ Հայաստան խմբակցության падգամավոր Թադևոս Ավետիսյանի ներկայացրած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, ըստ որի առաջարկվում է վերացնել փուլային եղանակով ներդրվող քաղաքացիների տարեկան եկամուտների համընդհանուր հայտարարագրման օրենքով սահմանված պահանջը եւ դրանից բխող վարչական պատասխանատվությունը։ Կեղծ են այն պնդումները, թե այս համակարգը կարող է նպաստել ստվերի կրճատմանը։ Իդեպ անօրինական եկամուտների հայտնաբերումը այսպես թե այնպես մնալու է հարկային մարմինների հսկողության եւ վերահսկողության ներքո, ինչը շարունակում է խնդրահարույց մնալ։ Սիրելի հայրենակիցներ, ձեզ խաբում են։ Այս նախագիծը ոչ թե եկամուտների պատկերը ճշտելու նպատակ է տապնդում, հավելյալ հարկեր մտցնելու նպատակ։ Ձեր կարծիքով կառավարությունը հետաքրքրասիրությունից դրդված է ուզում 300,000-ից ավել փոխանցումների մասին տեղեկություններ ստանա։ Ոչ, հաջորդը հարկվելու են արտագնա աշխատանքի մեկնողները, հետո հարկվելու են գյուղատնտեսությամբ զբաղվողները։ Այս օրենքը բացարձակապես հայտարարագրման մշակույթի հետ կապ չունի, սոցիալական պաշտպանության հետ կապ չունի։ Սա քերելու մշակույթը ամրապնդելուն միտված օրենք է։ ԱԺ-ում քննարկվում է կառավարության գործունեության 2024-ի կատարողականի հարցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմնական զեկույցով հանդես եկավ։ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունից հետո միայն 2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները ավելի քան կրկնապատկվել են, ավելանալով 1.3 տրիլիոն դրամով։ Փաշինյանը նշում է, վերջին 7 տարվա ընթացքում պետական բյուջե է մուտքագրվել հավելյալ 4.2 միլիարդ դոլար։ Վարչապետը թվերը ներկայացնում է, որպեսզի հակադարձի այն քննադատություններին, թե իբրև ՔՊԱ-ական կառավարությունը հեղափոխությամբ եկել է իշխանության եւ մոռացել թալանը ետ բերելու խոստումը։ Բայց 4.2 միլիարդ դոլարը օդից է ընկել, սիրելի ժողովուրդ, հարգելի ներկաներ, որտեղից այս 4.2 միլիարդ դոլարը։ Թալանվածը ետ բերելու համար նախ պետք է հասկանալ թալանվածի տեղը եւ թալանի մեխանիզմը, որն առաջին հերթին ստվերային տնտեսությունն է, արհեստական մենաշնորհները, հարկերից խուսափելը։ Եվ այս երևույթների դեմ պայքարում է ձևավորվել վերը նշված հավելյալ, կրկնում եմ, լրացուցիչ, հեղափոխության բերած 4.2 միլիարդ դոլար բյուջետային եկամուտը։ Վարչապետը մերժում է բոլոր նմանօրինակ քննադատությունները։ Հեղափոխությունը եւ անձամբ ես խոստացել ենք նաեւ, որ հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում վենդետաներ չեն լինելու, որ Հայաստանը լինելու է օրենքի եւ իրավունքի գերակայության երկիր։ Ուրեմն ինչպես ենք համատեղելու այդ թվում է իրար հակասող օրակարգերը։ Իրականում օրակարգերը իրար չեն հակասում եւ մենք հենց այդ օրակարգերի իրակցմամբ ենք զբաղված եղել եւ շարունակում ենք դրանով զբաղվել, այն է բացառել վենդետաները, վերադարձնել թալանվածը, պատժել հանցագործներին եւ Հայաստանի Հանրապետությունը չդարձնել բեսպրեդելի սև խորշ աշխարհի քարտեզի վրա, այլ ընդհակառակը օրենքի գերակայությունը դարձնել անշրջելի եւ ինստիտուցիոնալ։ Ընդդիմության ներկայացուցիչը ձայնա վերցնում, ձայն, վարման կարգով, ասում ես, հեսա ես ինչ անելու, ասում ես ժողովուրդ սրանք բյուջե են լցնում, ժողովուրդ, արբա մեր գրպանները լցնեինք։ Խոսելով արդարադատության համակարգից, Փաշինյանը հիշում է հին ժողովրդական մի առած։ Արդարադատությունը երբեմն, ոչ միշտ, բայց երբեմն կարող է նմանվել տերովին տերն է տարել անտերին գելը
հին ժողովրդական առածին եւ անհեթեթորեն ձգվող դատավարությունները սրա թերևս ամենավառ օրինակն են։ Այդ մենթալիտետի համաձայն արդարադատությունը կարող է հասանելի լինել միայն էլիտար փոքրիկ խմբակի եւ դրա մեջ տարօրինակ ոչինչ չկա։ Այս տրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է թե օպերատիվ, թե քննչական, թե դատախազական, թե դատավորական օղակներում։ 7 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Փաշինյանն այս խոստովանությունն ամոթ չի համարում։ Իրականում կամաչեի նման խոստովանություն անել, եթե առավելագույնը առաջ չլինեի նման վիճակ չունենալու համար, սկսած դատարանների շրջափակումից, վերջացրած դատաիրավական համակարգերում աշխատավարձերի շատերի կողմից անտրամաբանական համարվող բարձրացումից, շարունակած ամենատարբեր հնարավոր եւ անհնար կադրային փոփոխություններից ու ինստիտուցիոնալ բարեփոխումներից։ Ելույթում Փաշինյանն ընդգծեց շարունակվելու է ապօրինի գույքի բռնագանձումը։ Իմ Facebook-յան էջի հատիկ առ հատիկ խորագրի նպատակը հենց այս գործընթացը ի ցույց դնելն է, որ այս գործընթացում կառավարության քաղաքական կամքը ոչ միայն չի պակասել, այլև կոնկրետ արդյունքներ է տվել։ Ուտել մսով ճաշ, թե ոչ, Փաշինյանը տարբերությունն է ներկայացնում։ Քաղաքացու լավ կամ վատ ապրելու չափանիշը ոչ միայն այն է, թե որքան է ինքը անձամբ վաստակում, այլև այն, թե որքան է ինքը անձամբ հարկ վճարում պետական եւ համայնքային բյուջե։ Կապ չունի շաբաթը քանի անգամ ես մսով ճաշ ուտում։ Եթե ապրում ես այդպիսի անբարեկարգ միջավայրում, ուրեմն աղքատ ես։ Ուզում ես օրը 6 անգամ մսով ճաշ կեր։ Եթե տեղ ես այդ միջավայրում ես ապրում, ուրեմն աղքատ ես։ Ուրեմն բարեկեցությունը քեզնից հեռու է այնքան, ինչքան Պլուտոնը արևից։ Կարելի է շաբաթը ոչ մի անգամ մսով ճաշ չուտել ու լինել շատ ավելի բարեկեցիկ համայնքում ունենալով կամ թաղամասում, լավ դպրոց, մանկապարտեզ, բարեկարգված փողոց ու զբոսայգի, բարեկարգ ու լուսավոր փողոց եւ այլն եւ այսպես շարունակ։ ԱԺ ամբիոնից վարչապետ Փաշինյանը հայտարարեց. պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Պատերազմի որևէ հիմնավորում չկա։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։ Հիմնվելով այս իրողությունների վրա, Հայաստանում եւ Ադրբեջանում գործող բոլոր ուժերին եւ անհատներին կոչ եմ անում լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են նշված տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը։ Դա որևէ հեռանկար չունի։ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները արժանի են խաղաղության եւ խաղաղ համակեցության։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Հասմիկ Վահրադյան, Արմալուր։